Բարև ձեզ հարգելի հայեր, հարգելի Հայաստանի Հանրապետության բնակիչներ։ Իմ երեկվա ետերը մեծ դիտումներ է ստացել, շատ դիտող է ունեցել և մեծ հետաքրքրությունն է եղել, որ ես այդ ետերը կատարեմ հայերեն լեզվով։ Ես դա անում եմ հիմա, որ հայախոս բնակչության մասին, հայերի մասին պատմեմ, ինչը նշանակում J.D. Vance-ի այցը Հայաստանի Հանրապետություն, որը ըստ ամերիկյան նախագահի պաշտոնական տեղեկատվության կկատարվի փետրվար ամսին։ Ուզում եմ բացատրեմ իրավիճակը և ձեզ տեղյակ պահեմ այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի կունենան այդ այցի ժամանակ և ամենակարևորը այդ այցից հետո։ Եվ սկսենք։ Ուրեմն, հարգելի հայեր, J.D. Vance-ի այցը Հայաստան, դա իսկապես հայերի համար մեծ իրադարձություն է։ Դա ազդակ է, որ մնացած Հայաստանը, այն տարածքը, որ մնացել է հայերի ձեռքում, ստանում է արտաքին անվտանգության հենարան և ապագայի պատուհան։ Մի իրավիճակում, երբ տարածաշրջանը ամբողջությամբ կելլարված է, երբ շուրջ բոլորը գործում են խոշոր խաղացողներ և ոչ ոք չի երաշխավորում կայունությունը ոչ մեկու համար, ինքնաբերաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետևողական ուշադրությունը դառնում է ռեսուրս, միակ ռեսուրս, որը հիմա և տարածաշրջանում, ես այս իրավիճակում կարա պաշտպանի Հայաստանը։ Մնացած ռեսուրսները գոյություն չունեն։ Դուք լավ պիտի հասկանաք, նայելով աշխարհի քաղաքական քարտեզին։ Մնացած այն ճակերտների մեջ ռեսուրսները, որոնք որոշ ուժերը ներկայացնում են որպես ռեսուրս, ուղղակի Հայաստանը կոչնչացնեն ու կհասնեն ավելի ծանր վիճակին, կամ հիմա Հայաստանը գտնվում է։ Դրա համար պետք չի լինել քաղաքագետ և մեծ քաղաքականության մեջ մասնագետ, որ հասկանալ այդ ամենը։ Ուրեմն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետևողական ուշադրությունը դառնում է ռեսուրս, ոնց որ ես ասեցի, դիվանագիտական, տնտեսական և, ինչ ամենակարևորը, ռազմաքաղաքական։ Սա ռոմանտիկա չի, հարգելի հայեր, և ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներին երկրափակություն, ոչ, սա սառը հաշվարկ է։ Ես ձեզ համար ինչ որ ասում եմ, ներկայացնում եմ միայն սառը հաշվարկ։ Ուժեղ գործընկեր ունենալը նշանակում է, որ քեզ ավելի դժվար է վերաբերվել որպես որսի։ Այդպես է դա։ Առաջին բանը, որ բերում է նման այցը, անվտանգություն է։ Դրա համար ոչ ոք անվտանգություն Հայաստանին չի առաջարկում, միայն վտանգ։ Դա ոչ թե գեղեցիկ խոսքերի իմաստով անվտանգությունը, այլ ագրեսիայի գնի բարձրացման իմաստով։ Երբ երկիրը մտնում է Վաշինգտոնի համակարգային հետաքրքրության դաշտ,
Փոխվում է հարևանների տրամաբանությունը, ինչ Հայաստանի համար ամենակարևորը։ Ավելի շատ ազդակներ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան կատարելու իմաստները Հայաստանի համար և ապագան, որը Հայաստանը ստանում է։ Ուրեմն, ամենակարևորը և տրամաբանությունը այդ այցի Հայաստանի համար։ Եվ երկիրը, ինչ որ ես ասեցի առաջի մասում, մտնում է Վաշինգտոնի համակարգային հետաքրքրության դաշտ, փոխվում է հարևանների տրամաբանությունը, ինչ Հայաստանի ապրելու համար հիմնական է։ Ավելի շատ ազդակներ, ավելի շատ վերահսկում, ավելի ուժեղ միջազգային արձագանք ճնշման փորձերի։ Նույնիսկ այդ ներկայությունը որպես կապերի, ծրագրերի և համաձայնությունների տեսքով ստեղծում է վահանի ազդեցություն։ Ոչ մի բացարձակ բան ընդհանրապես աշխարհում չկա, բայց իրական։ Դա նվազեցնում է նույնիսկ սցենարների հավանականությունը և Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը տալիս է ժամանակ, իսկ ժամանակը այսօր ավելի թանկ է, քան զենքը։ Մենք ապրում ենք այդպիսի դարաշրջանում։ Երկրորդը զարգացումն է և ամենակարևորը։ Ամերիկյան ծրագրերը, որպես կանոն, գալիս են պատետով։ Կանոններ, այդ խոսքը հիշեք ու ուշադրություն դարձնեք։ Իրավական կանոններ, ինչ անհրաժեշտ է Հայաստանին։ Ներդրումներ, ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ, մասնագետների պատրաստում և նոր չափորոշիչներ։ Այդ ամենը հնարավորություն է տալի տնտեսությանը տեղափոխվելու, գոյատևելուց դեպի աճ, ինչ անհրաժեշտ է Հայաստանի համար։ Լոգիստիկա, էներգետիկա, տնային լուծումներ, արտադրություն և այլ ուղղություններ, կառավարման ամբողջ արդիականացում և ամենակարևորը բիզնեսի վստահությունը, ինչ միշտ հիմք է դառնում աճի համար և զարգացման։ Բիզնեսի վստահությունը այդ դեպքում բարձրանում է։ Եթե պետությունը սպառնալիքների առաջ միայնակ չէ, կապիտալը սկսում է այլ կերպով նայել նրան, պետությանը և հասարակությանը։ Մենք խոսում ենք միջազգային կապիտալի մասին։ Այդ պահին նույնիսկ փոքր նախաձեռնությունները արդեն տալիս են բազմապատկող արդյունք։ Ում են տալի աշխատատեղեր, հարկային մուտքեր, ներքին շուկա և նոր միջավայր ձեռնակատարների համար։ Ճիշտ ասած, տենում եք, ես լավ հայերենով, ցավոք առավել հայերենով դժվարանում եմ խոսալ, բայց դրա համար խոսում եմ դանդաղ, որ սխալներ չանեմ։ Երկրորդը և ամենակարևորը, ինչի մասին ես խոսացի այս եթերի սկզբում։ Երկրորդը ապագան է։ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է դուրս գալ այն դերից, երբ իրեն մշտապես
վերագրանցում են ուժեղ հարևանները, ինչ որ հիմա է կատարվում։ Այս մակարդակի այցը հնարավորություն է մտնելու ավելի լայն կառուցվածքի մեջ, երբ դուք ուժեղ թիմի մեջ եք, ձեր հնարավորությունները աճում են, երբ դուք թույլ կամ կեղծավոր խմբի մեջ եք, նվազում է, դա տրամաբանորեն է։ Այդ խմբում, այդ ամենահզոր աշխարհի խմբում, կանոններն ավելի հստակ են, դա կարևորը, ինչ անհրաժեշտ է փոքր և միջին պետությունների համար։ Եվ ոչ միայն կանոններ, խաղադրույքները ավելի բարձր։ Սա հնարավորություն է տալիս ում սփյուռքի և երիտասարդ մասնագետների համար հավատալու, որ երկիրը պակուղի չէ, այլ հարթակ է, որ կարելի է վերադառնալ, կառուցել, սկսել նախագծեր և չապրել մշտական սպասումով, թե երբ է լինելու հերթական հարվածը, դա շատ կարևոր է, դրա համար այս դեպքում այդ հարվածի հավանականությունը նվազում է և հասնում է դեպի 0։ Այսօրվա իրականությունը պարզ է, չեզոքներին հանգիստ չեն թողում, թույլերին մշտապես ստուգում են և միայն անվտանգության ու զարգացման կապակցությունը տալիս է ապրելու իրավունք։ Այդ պատճառով J.D. Vance-ի այցը քաղաքականության մասին չէ, այն մասին է, հարգելի հայրենակիցներ, թե ինչպես հնարավորություն ստանալ Հայաստանը հանել պաշտպանության և կորուստների ռեժիմից ու մտցնել ռազմավարության ռեժիմ։ Դա է հիմնական իմաստը։ Շատ եմ ուզում, որ դուք ուշադիր իմ խոսքերը լսեք, նաև եթե ես ոչ կատարյալ հայերենով եմ խոսում ձեր հետ։ Ոչ միայն լսել, հասկանալ, ենթարկել անալիզի, դա կարևոր է շատ է կարևոր։ Դա իսկապես հիմիկվա վիճակում ես համարում եմ միայն փրկություն։ Դրա համար գոյություն չունի այլ առաջարկներ։ Դա ամենակարևոր բանն է վերադարձնում, որը փորձում էին խլել մեզանից, հայերից, հեռանկարը, իսկ հիմիկվա վիճակում հայ ազգի համար հեռանկարը ամենակարևորը։ Դրա համար մի մտածեք, որ ես ուրիշ բաներ եմ տենում այդ ամեն ինչի մեջ, չէ, ես տենում եմ միայն այն, ինչ որ ասեցի, իսկ մնացած ենթադրումները հավատացեք, իրանք ճիշտ չեն։ Դա է կորիզը, դա է հիմնականը, ինչ որ ես ձեզ ուզում էի ասել։ Աշխատել եմ խոսալ գրական լեզվով, դրա համար դանդաղ էի խոսում, հիմա կխոսամ ավելի ժողովրդական արևելահայերենով, որ ավելի լավ եմ տիրապետում։ Ինչ ես ձեզ ուզում եմ ասեմ, գիտեք, իմ Telegram ալիքում այսօր հարց եմ դրել։ Ցույց տալու հայերի համար 3800 բաժանորդ ունեմ Telegram ալիքում և տվեցի հարց, որ հայերը հասկանան մանավանդ Հայաստանի Հանրապետության բնակչությունը և նախկին ԽՍՀՄ-ի համայնքների հայերը հասկանան ինչքան մեծ է պրոբլեմը հայ պատմությունը չիմանալը։ Հարց եմ տվել, հələ ոչ մի պատասխան
չեմ ստացել, մենակ իմ թիմի անդամները, իմ ընկերները գիտեն այդ հարցի պատասխանը։ Ասենք այդ հարցի պատասխանը, եթե Հայկազյանում դուք տաք, Բեյրութում, ամեն մի ուսանողը կպատմի։ Հասկանում եք, չէ, ինչի Հայաստանում այդպիսի մթնոլորտ է, իսկ Բեյրութի հայերի մեջ ուրիշ։ Այդ հարցը հիմա կտամ ձեզ։ Կխնդրեմ, որ դուք գրեք պատասխանները կոմենտարների մեջ։ Որ հայկական կառույցը եւ իր ղեկավարը, որը կարար լիներ մենակ էթնիկական հայ, նաեւ երկու կառույցները, 300 տարի միջև 1917 թիվ եղել են գեոպոլիտիկայի հզոր ֆակտոր, օֆիցիալ ֆակտոր, կառավարման եւ քաղաքական ոլորտում եւ որի տրամադրության տակ եղել է օրինակ 1900 թվականի ժամանակ ամբողջ մոլորակի բնակչության 2%։ Ամեն մի հայ է պիտի իմանա այդ պատասխանը։ Ինչի ես ասում եմ ձեզ, այդ աշխատանքը, որ մենք անում ենք, մենք մեր ժամանակ ենք ծախսում, մեր գումարներ ենք ծախսում։ Ես հիմա խոսում եմ հայկական հանրագիտարանի մասին։ Ինչի պետք է, որ դուք միանաք, սովորեք, հայ իմաստը չունենալով հոգու մեջ, դուք ոնց ուզում եք փոփոխություն անեք։ Հայկական աշխարհը միայն հայը կարա կերտի։ Հայ լինելը մենակ արյուն չի։ Հայ լինելը գլխի մեջ այն ինչ որ կա։ Դրա համար ուզում եմ խնդրեմ ձեզ, հարգելի հայեր, այդ վիդեոյի բովանդակության մեջ ու կա ուղերձ, ոնց դուք կարաք դառնաք հայկական հանրագիտարանի անդամ, Patreon հիմքի վրա եւ ալիքի էջի վրա էդի կա։ Մեզ անհրաժեշտ է, որ դուք մասնակցեք։ Հիմնական այդ բերը մենք ենք տանում 7 հոգի մարդ ու 28 հոգի մարդ, որոնք թիմի մեջ աշխատում են։ Բայց ամեն մեկդ հարգելի հայրենակիցներ, եթե մի չնչին մասնակցություն կունենաք, օգնելով հանրագիտարանին, ոչ թե անձերին կամ քաղաքական ուժերին, դա կտարածի հայկական իմաստները եւ գիտելիքները։ Դրա համար շատ կխնդրեմ, պետք է ամեն հայի, ով հայկական սիրտ ունի, օգնությունը պետք։ Մտեք այս վիդեոյի բովանդակության մեջ, այնտեղ գրված է եւ նշված է ոնց միանալ Patreon հայկական հանրագիտարանին։ Նույն հնարավորություն կա այս ալիքի էջի վրա։ Միացեք, մասնակցեք, գործով, իսկ չնչին գործ գոյություն չունի, կա գործ, ցույց տվեք, որ դուք մտածում եք Հայաստանի ապագայի մասին։ Շատերը ասում էին ու գրում էին, որ իսկ ուր են գործեր, մենակ ետերներ, գործերի արդյունքները դուք տենում եք հիմա։ Տարիներ աշխատում ենք, որ Ամերիկան մոտ գա Հայաստանին։ Տարիներ եւ տարիներ աշխատում ենք, որ հայերը նորից դառնան հայ։ Շնորհակալ եմ ձեզ, հարգելի հայեր, միացեք, օգնեք եւ մասնակցեք։ Հաջողություն։